Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս զեկուցվել է, որ երկրում պլանավորվում է լայնածավալ իշխանափոխության սցենար։ Այդ զարգացումները լրջորեն անհանգստացրել են վարչապետին, եւ նա շրջապատին հանձնարարել է ցանկացած նախաձեռնություն բնում խեղդել։ Իրավապահ համակարգն ըստ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների արդեն իսկ սկսել է գործողությունների փուլը։ Դրանց շղթայի մեկ օղակը Սամվել Կարապետյանի կալանավորումն է, իսկ մյուսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ ձերբակալությունը, որը թեև հետագայում փոխարինվել է տնային կալանքով։ Նրա համար խիստ սահմանափակումներ են սահմանվել։ Աբրահամյանն անգամ չի կարողացել մասնակցել Թորան հարսանեկան արարողությանը։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների այս ամենը կապված է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի հետ։ Տեղեկություններ կան, որ Լավրովը Երևանում փակ հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական եւ գործարար դեմքերի հետ, որոնց թվում են եղել Սամվել Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը եւ բարձրաստիճան այլ նախկին գործիչներ։ Հանդիպման ընթացքում մեր տեղեկություններով եղել են նաև քաղաքական քննարկումներ, ինչը դիտարկվել է որպես իշխանությանը սպառնացող վտանգ։ Նիկոլ Փաշինյանն ըստ մեր աղբյուրների ընդգծել է ցանկացած ուժ, որը կփորձի վտանգել իշխանության կայունությունը, պետք է արժանանա անմիջական հակազդեցության։ Արդյունքում Սամվել Կարապետյանն արդեն ճաղերի ետևում է, Աբրահամյանը տնային կալանքի տակ, իսկ մյուսները հայտնվել են իրավապահների դիտակետի ներքո։ Մի բան հստակ է՝ իշխանությունը մտել է պաշտպանության ռեժիմ հանուն Փաշինյանի աթոռի։